Առաջին, երկրորդ, երրորդ դարերում դա եղել է եկեղեցում։ Յուրաքանչյուրը պիտի կանգներ համայնքի մոտ եւ բարձրաձայն ասեր ինքը այդ շաբաթ ինչ մեղքեր է գործել։ Հետո առաքելական ժողովներով դա արգելվեց։ Ինչու արգելվեց, որովհետեւ դառնային թիրախ։ Գայթակղության պատճառ էր դառնում։ Բամբասանքների պատճառ էր դառնում։ Հետո այդ մեղքերը իդեաներ էին տալիս իրար։ Հասկանալի՞, մենք այնպես բաներ ասում եմ, մյուսը ասում եմ ես էլ։ Որտեղ մեկ շաբաթի կամ ես կասեմ, ես եմ։ Ու լիքը խնդիրներ կար։ Դրա համար մենք այդ հանրային խոստովանությունը բերվել է անհատական խոստովանության կամ այդ ընդհանրական խոստովանությունը մեզ մոտ ոնց է ընթերցվում են բոլոր մեղքերը, մարդիկ ասում են մեղա Աստծո, իրենց մտքում անդրադարձ կատարելով եւ քննելով իրենց մեղքերը։ Եթե ցանկի մեջ իրանը կա, հա։ Հա, ինքը արդեն հասկանում է այդ ցանկից որ մեղքն է իրեն վերաբերական, որը չէ։ Հիմա տենց արվում ու հիմա այդպես արվում, այո։ Կաթոլիկ եկեղեցում էլ ուղղափառ եկեղեցում էլ